Եկեք անկեղծ լինենք, երբ գալիս է սեպտեմբերը, փոխանակ ուրախանանք, որ ավարտվեց գլոբալ տաքացման պատճառով տարեստարի թեժացող ամառը, սկսում ենք հերթական անգամ գուշակել, արդյոք այս աշունը թեժ է լինելու։ Այս աշունը ամենայն հավանականությամբ սահմանադրական է լինելու։ Սահմանադրական աշուն արդեն մի անգամ ունեցել ենք ուղիղ 10 տարի առաջ, բայց այն ժամանակ հետաքրքրությունը մեր կյանքի հիմնական օրենքի նկատմամբ խոստովանենք, այնքան էլ մեծ չէր։ Ու ոչ միայն այն պատճառով, որ 2005 թվականի նոյեմբերին ընդդիմությունը կոչ էր արել բոյկոտել քվեարկությունը։ Ուղղակի այնքան էլ պարզ չէր, թե ինչու ենք որոշել փոխել սահմանադրությունը։ Չեմ ուզում անդրադառնալ այն վիճահարույց հարցին, թե արդյոք այն ժամանակ ստացվեց բոյկոտը, նույնիսկ միջազգային դիտորդներն էին փաստում, որ ընտրատեղամասերում գրեթե մարդ չկար, բայց չմանրամասնենք, եթե նույնիսկ սահմանադրական փոփոխությունները ընդունվել են մեր ձայների մեծամասնությամբ, համաձայնեք, Հայաստանի քաղաքական կյանքում եւ կառավարման համակարգում այն ժամանակ սկզբունքորեն բացարձակ ոչինչ էլ չի փոխվել։ Այժմ բոլորովին այլ է։ Վերցրեք թեկուզ նախագահի ինստիտուտը։ Դուք էլ լսած կլինեք իշխանական ճամբարից հնչող հեգնական ձայները։ Պարլամենտական համակարգին դեմ են այն ընդդիմադիր քաղաքական գործիչները, որոնց մանկության երազանքն է եղել նախագահ դառնալը։ Կներեք, ոչ ընդդիմադիր գործիչ եմ, ոչ էլ երբևէ երազել եմ նախագահ դառնալ, բայց այ հիմա, եթե սահմանադրական այս առաջարկվող փոփոխությունները ազգային ժողովում հաստատվեն եւ հանրաքվեով էլ ընդունվեն, չեմ ཐակցում, մեծ հաճույքով նախագահ կաշխատեի։ Որքանով հասկացել եմ նոր սահմանադրության նախագծից, նախագահը չի ունենալու բացարձակ ոչ մի պատասխանատվություն, ոչ մի քիչ թե շատ լուրջ գործառույթ, բայց ներկայացնելու է իր երկիրը միջազգային ասպարեզում ամբողջ օրը կամ արտասահմանցի բարձրաստիճան հյուրեր է ընդունելու Բաղրամյան 26-ում, կամ ինքն է շրջագայելու աշխարհով մեկ։ Բայց դա դեռ ամենը չէ, ոչ ոք այլևս չի գալու իր նստավայրի դիմաց բողոքի ցույց անելու, որովհետև եթե ինձ ընտրեք նախագահ, շատ հանգիստ դուրս կգամ ցուցարարների մոտ եւ կասեմ. «Սիրելի ժողովուրդ, ախր ինձանից բացարձակապես ոչինչ չի կախված, ես ոչ մի լծակ չունեմ ազդելու Հայաստանում տիրող իրադրության վրա»։ Եվ ամենակարևորը, դուք իրավունք էլ չունեք ինձանից որևէ բան պահանջելու այն պարզ պատճառով, որ դուք չեք ինձ ընտրել, ընտրիչներն են ինձ ընտրել։ Ամենազարմանալին գիտեք ինչն է, մի քանի օր առաջ լսեցի, թե ինչպես է հանրապետական կուսակցության ներկայացուցիչներից մեկը դեմ արտահայտվում ընտրիչներին։ Իսկապես անսովոր բան է, ինչ ընտրիչ, բայց ենթադրենք ընտրիչներին հանում ենք եւ նոր սահմանադրության մեջ ամրագրում ենք, որ երկրի նախագահին ընտրում է խորհրդարանը։ Եվրոպական բազմաթիվ երկրներում հենց այդպես է։ Տեսեք, թե ինչ է ստացվում այդ դեպքում։ Քաղաքական մի ուժ ամեն ինչ կենտրոնացնում է իր ձեռքում։ Ինչու՞, որովհետև մի քաղաքական ուժ, ըստ առաջարկվող սահմանադրության նախագծի, անպայման պարտադիր պետք է ունենա մեծամասնություն խորհրդարանում։ Իսկ եթե ես մեծամասնություն ունեմ, ուրեմն բնականաբար ոչ միայն իմ ուզած վարչապետին եւ իմ ուզած կառավարությունն եմ ընտրում, այլև իմ ուզած նախագահին։ Այսինքն, ամեն ինչ ես եմ վերահսկում, առանց բացառության։ Հասանք ամենագլխավորին, այդ վիճահարույց պարտադիր մեծամասնությանը խորհրդարանում։ Մի պահ մոռանամ, որ լրագրող եմ եւ անկեղծ խոստովանեմ, որպես շարքային քաղաքացի միշտ կողմնակից եմ եղել պարլամենտական համակարգին եւ 100%-անոց կուսակցական ընտրակարգին։ Միայն ես չեմ, որքանով ինձ հայտնի է հայաստանյան քաղաքական ուժերի ճնշող մեծամասնությունը գոնե այս հարցում ինձ հետ համակարծիք է։ Բայց կներեք,
խորհրդարանական ընտրությունների այդ երկրորդ փուլը, որն առաջարկվում է այսպես կոչված կայուն մեծամասնություն ձևավորելու համար, ուղղակի աննախադեպ է։ Չկա նման բան աշխարհում։ Մի հավատացեք նրանց, ովքեր պնդում են, թե ընդօրինակել ենք իտալական փորձը, չկա նման փորձ։ Այո, ինչ որ տարօրինակ սեր ենք տածում իտալականի հանդեպ, որպես օրհներգ ընտրել ենք իտալացի աղջկա երգը, որպես կարգախոս մեր իշխող կուսակցությունը ժամանակին ընտրել էր Սիլվիո Բերլուսկոնիի Ֆորզա Իտալիան, թարգմանելով որպես առաջ Հայաստան, նորմալ է, բայց խնդրում եմ մի ասեք, թե Իտալիայում կիրառվում է խորհրդարանական ընտրությունների երկրորդ փուլը կայուն մեծամասնություն ձևավորելու համար։ Չկա նման բան Իտալիայում։ Ընդամենը մի քանի ամիս առաջ մեծ դժվարությամբ այնտեղ նման օրենք է ընդունվել, որը ուժի մեջ է մտնելու միայն հաջորդ տարվա ամռանը, այսինքն 1 տարուց, բայց չէ որ անընդհատ կրկնում եք Իտալիայում վերջին 50 տարվա ընթացքում 42 կառավարություն է փոխվել։ Եթե այդպես է, շատ մեծ հավանականությամբ կարող ենք կանխատեսել, որ պարբերական իշխանափոխությունների սիրահար իտալացիները առաջիկա տարում էլ նոր ընտրություններ կանցկացնեն, կհաղթի ընդդիմությունը, այս օրենքն էլ կփոխի ու կստացվի, որ մենք հայաստանցիներս աշխարհում միակն ենք, որ սահմանադրորեն ամրագրել ենք աննախադեպ մի դրույթ, որը մեր մոլորակում որևէ այլ տեղ չի գործում։ Պատկերացնում եք, թե հենց նույն իտալացիները մեզ վրա ինչպես են ծիծաղելու։ Մտեք իմ դրության մեջ։ Ենթադրենք նոյեմբերին սահմանադրական հանրաքվե եղավ։ Լիքը լավ դրույթներ կան սահմանադրության այդ նոր նախագծի մեջ, որոնց երկու ձեռքով կողմ եմ, բայց նաև ասվում է, որ մի կուսակցություն կամ դաշինք անպայման պետք է մեծամասնություն ունենա երկրորդ փուլից հետո, այսինքն այլևս ոչ մի կոալիցիա, բայց ախր կոալիցիան լավ բան է, ոչ թե այն կոալիցիաները, որոնք մենք ունեցել ենք մինչև հիմա, բոլորը գիտեն, դրանք դատարկ բաներ էին, իսկական կոալիցիան այն է, որ դու ստիպված ես փոխզիջման գնալ, ստիպված ես հաշվի առնել գործընկերոջդ կարծիքը, միթե դա լավ բան չէ, միթե դա չի զսպում իշխանավորների ախորժակը։ Լավ, այսօր մեկնարկած աշնան ընթացքում դեռ ժամանակ կունենանք այս մասին խոսելու, իսկ քանի որ հազարավոր երեխաներ այսօր առաջին անգամ դպրոց գնացին, թույլ տվեք ընդամենը մի մաղթանք, թող պետական դպրոցների մեր համակարգը այնպիսին լինի, որ նույնիսկ կրթության եւ գիտության նախարարը գերադասի իր երեխային տալ ոչ թե մասնավոր, այլ սովորական պետական դպրոց։ Հոդեմ չեք։